Բարև ձեզ, Ֆակտոր TV-ի հյուրը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն է, ողջույն։ Պարոն Խաչատրյան, հիշեցնեմ նաև դուք Պաշտպանության անվտանգության հանձնաժողովում եք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախորդին ստացան խաղաղության զայետ այդ միջազգային մրցանակը, բայց այդուհանդերձ, գիտեք, ինչ այսպես մոտեցում կա հատկապես ընդդիմադիր դաշտում, որ այսօրվա հայ-ադրբեջանական սահմանի անդորրությունը, խաղաղությունը, որ դուք ասում եք 1 տարուց ավելի չեն կրակել եւ այլն, դա ժամանակավոր մի կանգառ է, մինչեւ հաջորդ պատերազմ ցույց են տալիս Ադրբեջանի նախագահի զինվելու մասին հայտարարությունները, որ նոր ստորաբաժանումներ ենք ստեղծում եւ ձեր խաղաղության մասին, այսպես ասենք, երգերը, որ տեսեք ինչ լավ խաղաղություն է, իրական Հայաստանի երգի տակ այսպես դիսկոտեք է կազմակերպվում, հա, զինվելու փոխարեն անցել է իշխանությունը բաց եւ անպաշտպան ձեռքերի քաղաքականության։ Որն է ձեր պատասխանը, պարոն Խաչատրյան։ Իմ պատասխանը հետեւյալն է, ես ուզում եմ հիշեցնել վերջերս Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարցազրույցը մամուլի ասուլիսը, որտեղ ինքը շատ մանրամասն անդրադարձավ այն բոլոր բարեփոխումներին, ուղղություններին, որոնք իրականացվել է պաշտպանության ոլորտում, զինված ուժերի ոլորտում, եւ կարելի է ասել, այնց ավելացնելու շատ բան չկա, բայց իհարկե խոսույթ է անընդհատ շրջանառության մեջ դրվում, որ մենք գնում ենք խաղաղության, զինաթափվում ենք, բանակին ուշադրություն չենք դարձնում, զինված ուժերին, անվտանգային համակարգին, բանակը կրճատվում է, ռազմարտունաբերության բյուջեն չի մեծանում, պաշտպանական բյուջեն նվազում է։ Իհարկե, սին խոսակցություններ են, մերկապարանոց խոսակցություններ են, բայց դա կոնկրետ ծրագրավորված, պլանավորված խոսակցություններ են, որոնք հանրային դաշտ են նետվում որոշակի խնդիրների լուծելու համար, սա հիբրիդային պատերազմի մի մասն է, ապատեղեկատվություն է, որը կոնկրետ ուղղված է ոչ միայն Հայաստանի Հանրապետության իշխանությունների, այլ հենց Հայաստանի Հանրապետության դեմ։ Տեսեք, սրան հակադարձելը նույնիսկ երբեմն անհրաժեշտություն չկա հակադարձել, որովհետև այսօր մեր հանրության համար տեսանելի է, թե ինչ բարեփոխումներ են իրականացվել բանակում եւ ինչպիսի տեմպով այդ բարեփոխումները առաջ են ընթանում։ Բանակում մի շարք բարեփոխումներ են իրականացվել 21-ից 26 թվականը եւ այդ բարեփոխումների արդյունավետության ցուցանիշը, ինդիկատորը հենց վերջի բարեփոխումները, որ բանակը դարձավ տարի ու կես, 2 տարվա փոխարեն։ Դա տեխնիկական Ոչ, դա տեխնիկական չի, դա ցույց տվեց, որ այն բոլոր բարեփոխումները, որ արել ենք, լավագույն արդյունք են ցույց տվել։ Ինչի արդյունքում արդեն հնարավորություն ստացանք, հնարավորություն ունեցանք բանակը կրճատել 2-ից 1.5 տարի։ Եվ բացի անձնակազմի կրճատում։ Սա անձնակազմի կրճատում ընդհանրապես չի նախատեսում, մեր բանակը հիմա մենք պետք է ունենանք ոչ մեծ, ոչ մասշտաբային բանակ, պրոֆեսիոնալ բանակ եւ խիստ մարտունակ բանակ։ Բանակի հիմնական կազմը համալրվում է այն դեպքում, երբ որ դրա անհրաժեշտություն կա, զորահավաք է արվում եւ զորահավաքից եկած միավորներն են համալրում իսկական բանակի քանակը, այսինքն մոտ 10 անգամ կարող է ավելանալ բանակի քանակը ըստ անհրաժեշտության։ Որ ասում եք պրոֆեսիոնալ ոչ մասշտաբային բանակ 20,000, ճիշտ եմ հիշում։ Չէ, 20,000 չի, ես ասում եմ, որ պայմանագրայիններ, պայմանագրայինների անհրաժեշտություն, այո, այդքան անհրաժեշտություն կա եւ դեռ ավելին, թիվը բանակի 20,000-ի անհրաժեշտություն կա։ Այո, այդքան մեր բանակը հաստատ տեղ ունի, որպեսզի պայմանագրային մենք ունենանք եւ ավելին, եւ պետք է ասեմ, որ այս վերջի կարևոր բարեփոխումներից մեկը հենց այն է, որ հնարավորություն տրվեց մեր 18-ից 20 տարեկան զինծառայողներին, երիտասարդներին 6 ամիս ծառայությունից հետո դառնալ պայմանագրային։ Եվ ինչպես Պաշտպանության նախարարը նշեց, արդեն 4000-ից ավել ունենք պայմանագրայիններ, ովքեր 5 տարով պայմանագիր ունեն Պաշտպանության նախարարության հետ եւ պետք է ծառայեն զինված ուժերում։ Եվ հասկանալի է, չէ, որ 5 տարի ծառայելուց հետո նրանց մի մասը կմնա բանակում, իր ամբողջ կյանքը կկապի բանակի հետ։ Եվ ամեն զորահավաքին այս 4000-ը իհարկե շատ էականորեն աճում է եւ մենք մի քանի տարի հետո արդեն ունենք ոչ թե 4000 կամ 5000, այլ շատ ավելի պայմանագրայիններ, որոնք հենց պրոֆեսիոնալ բանակի հիմնաքարն են։ Կներեք, պարոն Խաչատրյան, եկեք այսպես նաև համաշխարհային պատերազմների ներկա փորձը հաշվի առնելով
Քանակը իհարկե կարևոր է, բայց ամենակարևորը չի, որակը, չէ՞, զինծառայության, որովհետև մենք հաստատ չենք ուզում մսաղած դարձնել մեր զինծառայողներին, ավելի լավ է, այսպես հատկապես տեխնոլոգիական զարգացումը թույլ է տալիս մարդուժի վրա այսպես հույսը չդնել։ Այս առումով, այդ որ դուք ասում եք 20000-ի կարիք էլ կա 4000 անցան պայմանագրայինի, այդ մարդիկ ինչքանով են պրոֆեսիոնալ, ինչքանով են հատուկ նշանակության անհրաժեշտ խմբեր ստեղծվում, զորախմբեր, մենք Ադրբեջան կա, որ զորախմբերի անուններ գիտենք, ընդհանուր հաճախ են մեջբերում, թե ինչ են ստեղծում։ Ինչ կարող եք ասել այս մասով։ Այս մասով պետք է ասեմ, որ իհարկե պրոֆեսիոնալ բանակ դա դեռ չի նշանակում, որ զինվորական աշխատավարձ է ստանում եւ իր մասնագիտությունը զինվորական լինելն է, դա չի նշանակում, դա միայն դա չի նշանակում, այդ համատեքստի մեջ մտնում է, որ ինքը պետք է լինի որակյալ զինվորական, այսօրվա զինվորականը, զինվորը ոչ թե պետք է լինի միայն մարտիկ, այլ պետք է լինի մտածող, ժամանակակից տեխնոլոգիաներ կառավարող անձ։ Այս է մեր մարտավարությունը, այսինքն մեր բանակը պետք է լինի գիտելիքահեն բանակ, տեխնոլոգիական բանակ։ Մենք մարդուժով, մարդաքանակով չենք կարող մրցակցել այսօր շատ ու շատ երկրների հետ։ Այդ մրցակցությունը ոչ միտեղ չի տանում, բայց մենք կարող ենք մրցակցել մեր գիտելիքահեն ուժի, մեր մտածող զինվորի, մեր տեխնոլոգիական կառավարում իրականացնող զինվորի մասով մենք հաստատ կարող ենք մրցակցել եւ դա, ինչը ես նշեցի, շատ լավ է ստացվում մեր մոտ։ Շատ լավ է ստացվում, քան մի շարք այլ երկրներում։ Իսկ ատեստավորման գործընթացը ո՞նց է չափվում, որ բարձրացնում է զինծառայողների որակը մասնագիտական, թե ինչ-որ fake գործընթացի է վերածվել ընդհանրապես աշխատավարձ բարձրացնելու։ Գործընթացը չի կարող լինել fake, որովհետև այն կապված է կոնկրետ աշխատավարձի հետ, նյութական ապահովվածության հետ։ Սա ամենակարևոր շահագրգիռ ֆակտորն է, որը որ մարդուն ստիպում է ստանալ գիտելիք եւ դառնալ պրոֆեսիոնալ։ Եթե սրա տակը դրված չլներ կոնկրետ փող, չէ, աշխատավարձ, իհարկե մենք կարող ենք ասել, որ կեղծ է, ձևական է եւ այլ եւ այլ, բայց տեսեք, այսօր պետությունը ասում է, ես կբարձրացնեմ քո աշխատավարձը, ես քո աշխատավարձը 375000-ով կբարձրացնեմ, եթե դու ինձ դրա դիմաց 10 պրոֆեսիոնալիզմ գերազանց հանձնես քո այդ բանը քննությունները, ինչը պետք է հանձնես։ Եվ սրա դիմաց մարդիկ այսօր աշխատում են իրենց վրա եւ մտավոր ինտելեկտուալ կարողությունների եւ ֆիզիկական կարողություններն են զարգանում, որպեսզի այդ աշխատավարձին կարողանան տիրանալ եւ բավականին արդեն մեծ քանակությամբ մեծ զինվորականներ ունենք, որոնք հանձնել են եւ գերազանց, եւ լավ, եւ բավարար գնահատականներ, եւ ասեմ ավելին, բավարար գնահատականներ հանձնողները եւ լավ հանձնողները չեն բավարարվում դրանով, եւ իմ խոսակցությունը մեր զինվորականների հետ վերում է այն ենթադրության, որ այն զինվորականները, ովքեր բավարար են ստացել, աշխատավարձ երևի բարձրացել է մոտ 200 քանի հազարով, չեն բավարարվում, ասում են հաջորդ տարի մենք գնալու ենք հասնենք նրան, որ գերազանց ստանանք եւ մեր աշխատավարձը բարձրանա 375000-ով։ Սա շատ լավ էֆեկտիվ միջոց է եւ եթե նկատել եք, արդեն զինվորականների արտաքին կեցվածքի մեջ էլ շատ փոփոխություն կա։ Դուք հիմա շատ քիչ կնկատեք մեծ փորերով, չգիտեմ, տենց 3 մետր քայլելուց հետո հեվացող զինվորականների, որովհետեւ արդեն, մեխանիզմը այդպիսի մարդկանց արդեն դուրս է մղում համակարգից։ Պարոն Խաչատրյան, մինչ ռազմարտությունաբերությանը գալը, տեսեք, մենք ես հիշում եմ ընդհանուր այն կադրերը առաջնագծից եկող, երբ որ պատերազմից հետո նոր առաջնագիծ առաջացել, երկար առաջնագիծ, ռազմական ամրություններ քանի տոկոսով են կառուցվել եւ արդյոք մեր զինվորականը էլի ցեխի մեջ չի խրամատ պահում իր այսպես կենցաղային վիճակը, չգիտեմ, վատ եւ այլն չպաշտպանված խրամատներ մենք ունենք, չէ՞, դեռևս այդպիսի տարածքներ։ Այո, խրամատներ ունենք եւ ունենալու ենք, բայց ասեմ հետեւյալը, որ աննախադեպ ծրագիր է իրականացվել սահմանների ինժեներական պաշտպանության ուղղությամբ, աննախադեպ, ոչ միայն Հայաստանի համար աննախադեպ, այլ կարող եմ ասել տարածաշրջանային համար աննախադեպ միջոցառում է իրականացել մեր կառավարությունը, այսինքն սենց որ կոպիտ ասեմ, Մեղրիից մինչև Տաուշ եւ
այլ սահմաններում կառուցվում եւ կառուցվել են համապատասխան ամրաշինական կառույցներ, որտեղ մեր զինվորը գրեթե 100% կամ 99% պաշտպանված վիճակում է։ Այսօրվա ռազմական տեխնիկան ինչը գոյություն ունի մեր հարևանները ունեն, այս պայմաններում մեր զինվորը ճիշտ կառավարման դեպքում ամբողջությամբ պաշտպանված է։ Բոլոր տեղերում Իհարկե բոլոր տեղերում դա անհնար է այս կարճ ժամանակում պատկերացնել, բայց բավականին շատ են այդ կառույցները այն տեղերում, որտեղ մեր զինվորականները գտնում են, որ պետք է ամրացնել այդպիսի շինություններով, այդ տեղերում կառուցվել են եւ դեռևս շարունակվում են կառուցել։ Այո, կգա մի ժամանակ, որ մենք կասենք բոլոր տեղերում, բայց այս պահին արդեն ասում ենք էական սահմանային հատվածներում, էական հատվածներում, զգալի հատվածներում արդեն ունենք դրանք։ Նույնիսկ այդ կառույցների մեջ զինվորի համար ստեղծվել են սպորտով զբաղվելու հնարավորություն։ Պատկերացնում եք, սպորտ դահլիճ ունի, սպորտային տարածք ունի, այդ հողի տակ գտնվող այդ շինություններում բաղնիքներ, զուգարաններ, լավագույն մեր տների չզիջող սանհանգույցներ, չասեմ սնունդը, չասեմ տեսահսկման համակարգերը եւ օդափոխության համակարգերը, սա աննախադեպ ծրագիր է եւ նույնիսկ ասած բունկեր են կոչվում։ Այո, ժողովրդի լեզվով ասած բունկեր է կոչվում, մարդիկ տեսնում են, որ իրենց գյուղերի հարակից տարածքներում հսկայական շինարարություն է գնում եւ այո, անուն դրել են բունկեր եւ կարծում են, որ այդ անվան մեջ ճշմարտություն կա։ Իսկ պաշտպանությունը, որովհետեւ հրթիռների տեսակներ կան, որ գետնի տակ են մտնում, էլ դուսոս, պարոն Խաչատրյան։ Տեսեք, այսօր գրեթե չկա այդպիսի բունկերային մաս, շատ դժվար է սարքել, որ ժամանակակից տեխնոլոգիաներով հնարավոր չլինի վնասել, բայց կրկնում եմ, տարածաշրջանում այդպիսի զինատեսակներ չկան, որոնք կարող են մեր բունկերին կարող են վնասել, բայց չեն կարող այնպիսի իրավիճակ ստեղծել, որ դադարեցվի բունկերում գտնվող մեր զորքի դիմադրողականությունը։ Այս պահի դրությամբ նման զինատեսակներ չկան, բայց նաև մենակ բունկերը չի այդպես մերկ այնպես կարող, բունկերը նաև ունի պաշտպանություն, հակաօդային պաշտպանություն եւ մի շարք պաշտպանության այլ միջոցներ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ կան այնտեղ եւ անընդհատ համալրվում են եւ համալրվելու են տասնյակ ու 100 տարիներով այդ բունկերները համալրվելու են, այսօրվա բունկերի, ասենք, համալրվածությունը 50 տարի հետո պարզ է, որ լրիվ ուրիշ է լինելու, բայց այդ ինժեներական կառույցները կարելի ասել հավերժ մնալու են, դրանք հավերժ մեր երկրի սահմանների պաշտպանությունն են իրականացնելու եւ այո, դրանք մերկ չեն եւ ժամանակի ընթացքում դրանք նաեւ խիստ պաշտպանված օբյեկտներ են դառնում։ Շատ լավ, ինչքան էլ իրականում խելամիտ լինի ամբողջ ծանրությունը բանակի վրա չդնելը անվտանգության ապահովման եւ երբ որ դիվանագիտություն ձախողվում է, այդ դեպքում է, չէ՞, եթե քաղաքականություն ձախողվում է, գործը հասնում բանակին, բայց նաեւ շատ կարեւոր է բանակը ուժեղացնել սեփական ռազմաարդյունաբերություն եւ 44-րդ հավանաբար դասերից մեկը այն է, որ մենք կարող ենք այսպես բլոկադայի ենթարկվել, խնդիր ունենալ զենքներ կրելու եւ այլն եւ սեփական ռեսուրսներ գեներացնելը եւ թե անհրաժեշտությունը հրամայական է։ Տեսեք, պարոն Խաչատրյան, այս հարցը մտածելիս ես ինձ բռնեցի այն մտահոգության վրա, որ կարող է մենք նախապատրաստում ենք նախորդ պատերազմի նման ինչ-որ սցենարների, որտեղ արհեստական բանականությունը դեռևս ներմուծված չէր, ռազմական գործողություններ, հիմա զինատեսակները առաջադեմ ԱԲ-ով են ստեղծվում, հա, $500 միլիոն, եթե չեմ սխալվում, հայկական կողմը ներդրել է ռազմաարդյունաբերությունում, այսպիսի թվեր պաշտոնապես հնչել են, ինչ է արվում։ Գիտեք, փորձագետները, որոնք այցելում են համապատասխան վայրեր, վարչապետի ուղեկցությամբ կամ 50 քաղաքացիներ, միգուցե էլի նման խումբ լինի, իրենք չեն կարող շատ բան խոսել, հա, բայց լայն հանրությունը, ովքեր մեզ նայում են, շատ բան չգիտեն էլ։ Եվ այստեղից նրանց մոտ կարող է տպավորվել այն քննադատությունը, որ բաց ձեռքերի իրադրություն է, անպաշտպան ենք, զենք չենք առնում եւ այլն։ Ինչ կարող եք ասել այս մասին։ Կգա ժամանակ, որ մեր հայկական արտադրության զինատեսակները մեր ժողովուրդը կտեսնի
Եվ ինչքան էլ մենք դա թաքցնենք կամ ցույց չտանք, միևնույն է զինվորները գնում են ծառայության, այնտեղ սովորում են այդ զինատեսակների վրա, տեսնում են, պատմում են, ասում են, բայց ժամանակը կգա, որ այդ ամեն ինչը այդքան էլ գաղտնի գրիֆի տակ չի պահվի։ Ինչ է ռազմարտությունաբերությունը Հայաստանի Հանրապետության համար։ Հայաստանի Հանրապետության ռազմարտությունաբերությունը ոչ միայն դա ընտրություն է, այլ կենսական անհրաժեշտություն։ Ռազմարտությունաբերությունը Հայաստանի համար ոչ միայն զենքի արտադրություն է, այլ ինքնիշխանության եւ անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ։ Եվ այս կենսական անհրաժեշտությունից ելնելով մենք պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնենք ռազմարտությունաբերությանը, հատկապես այն դեպքում, երբ վերջին տարիներին մեր ռազմարտությունաբերական համայնքը ապացուցեց, որ ինքը կարող է մրցակցել միջազգային ստանդարտներով այն արտադրական process-ները, որ կան, այդ արտադրական process-ներին կարող են մրցակցել։ Սերիական արտադրություն։ Իհարկե, եթե ասում ենք ռազմարտությունաբերություն, դա խոսքը գնում է արդեն սերիական արտադրության մասին։ Մենք ունենք սերիական արտադրության զինատեսակներ եւ ես չեմ վախենա կասեմ այստեղ, որ ունենք սերիական արտադրության զինատեսակ, որը թեև ասենք 3-4 սերնդի զինատեսակ է, հրետանային միջոց է, բայց այնպես է հարմարացվել եւ այնպիսի մոդեռնիզացիա է իրականացվել մեր հայ ինժեներների կողմից, որ աշխարհում լավագույնն է։ Եվ ես դրանից չեմ վախենում։ Հեռահարությամբ թե իր բոլոր տակտիկա-տեխնիկական տվյալներով աշխարհում լավագույնն է, նմանը գոյություն չունի։ Եվ դա սերիական արտադրության է եւ դա մատակարարվում է հայկական բանակին։ Եվ ել չասեմ գինը տասնապատիկ անգամ նվազ գնով եւ չասեմ այն մնացած բոլոր դրական էֆեկտները ացանցիալ, որը որ կապված է այս արտադրության մեջ։ Եվ սերիական արտադրության ունենք անօթաչու թռչող սարքերի մի շարք տեսակներ, տարբեր տեսակներ հետախուզական բնույթի, հարվածային բնույթի, մենք ունենք ռադիոէլեկտրոնային պայքարի լուրջ միջոցներ, արդեն հայկական արտադրություն եւ ասում այսօր հայկական արտադրանքը մրցունակ է մի շարք երկրների արտադրանքին։ Եվ շատ կարևոր է, որպեսզի այն ամենը, ինչը այստեղ մենք կարող ենք արտադրենք, մեր ինժեներները արդեն դրա փորձում են արտադրել են, իհարկե ձեռք բերենք հայկական շուկայից եւ ներքին արտադրողներից։ Այս համատեքստում դուք արդեն նշեցիք, որ Երամիա մեկ անգամ պայմանագիր է կնքվել վարչապետի անմիջական հսկողության տակ, այո, $500 միլիարդ զենք է գնվել մեր ռազմարտությունաբերողներից։ Այսինքն այդ զենքերը եղել են փորձարկված, արդեն հաստատված, քննությունը անցել է։ Բոլոր քննությունները անցած, այո, հակառակ դեպքում չի կարող որևէ պայմանագիր կնքել։ $500 միլիարդ եւ հիմա էլ նորից Երամիա պայմանագրեր կլինեն 152 միլիարդ դրամի եւս պատվեր կիչացվի մեր ռազմարտությունաբերողներին առաջիկա 3 տարվա համար։ Ռազմարտությունաբերության ոլորտում պետք է լուրջ ներդրումներ արվեն, որովհետև կրկնում եմ, սա կենսական անհրաժեշտություն է, սա մեր երկրի ինքնիշխանության եւ անվտանգության մաս է կազմում։ Շատ լավ, տեսեք, քաղաքական հարցերի անդրադառնանք, ինչքան էլ ես վստահ եմ մեր երկրի անվտանգության մտահոգ քաղաքացիներ, որ դիտում են ինձ միգուցե Եթե թույլ տաք ռազմարտությունաբերության մասով եւս մի բան ասեք, հա, թե չէ կասեն հետաքրքիր թեմայից եք խոսում, անցակ ներքին քաղաքական։ Հա, այն է թեման, որը երևի շատերը արդեն չեն ուզում լսել, այո, զզվում են, իսկ չի ուզում այդ բառը օգտագործել։ Եվ հայկական ռազմարտությունաբերությունը որոշակի առանձնահատկություններ ունի։ Այն շատ ավելի արագ եւ ճկուն է, քան մի շարք երկրների ռազմարտությունաբերական համալիրներ։ Տարբեր երկրներում են հսկա խոշոր երկրներում, որ հայտնի են իրենց ռազմարտությունաբերության, մի նախագիծը տևում է մի քանի տարի, նախագիծ մինչև զենք ստանալ։ Մեր մոտ դա տևում է ամիսներ։ Ամիսների ընթացքում մեր ռազմարտությունաբերողները կարողանում են այնպիսի զինատեսակ ստանալ, որը որ ուրիշ երկրում կարող է տևել տարիներ։ Շատ ճկուն են։ Դա ինչի արդյունք է տեխնոլոգիական զարգացում։ Տեխնոլոգիական զարգացման, ինժեներական մտքի կարողությունների հայկական բավականին բարձր է։ Նաև մեր Սփյուռքի ներկայացուցիչների ներգրավում, ովքեր ունեն այդ ինտելեկտուալ մասնագիտական կարողությունները եւ նաեւ արդյունք է ինչի հետադարձ կապը բանակի հետ անմիջական է։ Տեսեք, մեր ռազմարտությունաբերողները ստիպված բավարարում են մեր բանակի բոլոր կապրիզները։ Երբ որ մենք դրսից ենք զենք գնում, մենք չենք կարող կապրիզներ։ Հիմա էս է, ուզում ես ուզի, չես ուզում ուզի, բերում ենք։
Իսկ երբ որ մեր արտադրողն է արտադրում, մեր բանակի ներկայացուցիչները ամեն օր կոպիտ ասած իր գլխին կանգնած ասում են սենց չեմ ուզում, սենց եմ, չէ, գույնը կարմիր չեմ ուզում, կանաչ չեմ ուզում, պետքա սենց լինի, մաքսիմում հարմարեցվում են մեր տեղանքին, մեր աշխարհագրությանը, մեր պայմաններին, մեր բանակին։ Այսինքն Հայաստանում արտադրված զենքը մաքսիմում հարմարեցված է մեր պայմաններին եւ մեր բանակին եւ իր մեջ ներառում է մեր բանակի բոլոր պահանջները, ինչը ես ասեցի կապրիզներ։ Ինչ է ստացվում։ Ստացվում է մեր հայկական արտադրանքը, իհարկե, շատ ավելի լավ զինատեսակ է եւ զինատեսակ է լինելու, քան մի շարք զինատեսակներ, որոնք մենք կարող ենք դրսից։ Հուսանք դա փորձարկելու այսպես առիթ չի լինի, խաղացությունը լավ բան է իրականում։ Իհարկե։ Բայց պաշտպանվածությունը գեր լավ բան է, հա։ Թրամփի ուղին Սյունիքը եւ Հայաստանի Հանրապետությունը վտանգում է եւ ամենամեծ սպառնալիքն է ըստ երկրորդ նախագահի, որովհետեւ գեոպոլիտիկ բախում է վերում, քանի որ դուք էլ Սյունիքից եք ծնունդով, չեք մտածում ձեր հայրենակիցների մասին այնտեղ Թրամփի ուղի տանելով, պարոն Խաչատրյան։ Իմ հայրենակիցները սրտադրով սպասում են, որպեսզի այդ ճանապարհը սկսի գործել։ Որտեվ Սյունիքում այսօր կան բնակավայրեր, որոնք ճանապարհների փակման վիճակից ելնելով հայտնվել են տնտեսական դժվարությունների մեջ, բայց եթե այդ ճանապարհը բացվի, ակնհայտ է, որ Սյունիքը դառնում է միջազգային տարանցիկ հանգույց։ Իսկ ինչ է նշանակում միջազգային տարանցիկ հանգույց, որը գտնվում է Սյունիքում։ Սա նշանակում է Սյունիքի, դեռ չեմ ասում հանրապետության, նաև Սյունիքի կարողությունների աննախադեպ բարձրացում, սա նշանակում է տնտեսական զարգացում, սա նշանակում է Սյունիքի ընկերությունների ներգրավում այս process-ների մեջ, իսկ Սյունիքում այդպիսի ընկերությունները շատ են, սկսած շինարարականից, վերջացրած տուրիստական սպասարկում իրականացնող, այսինքն այս ընկերությունների մի լուրջ մասը բնականաբար ներգրավելու են այս process-ի մեջ։ Եվ դա ինչ է բերելու Հայաստանում են եւ տեղանքը հետազոտելու են Թրամփի ուղու, դա այսօրվա տեղեկություններից մեկն էր, դա գեոպոլիտիկ բախում չի առաջանում, գիտեմ, Իրան, օրինակ առաջարկում են Չինաստանին, Ռուսաստանին էլ ներգրավել Թրամփի ուղուն, որ Իրանը հանգիստ լինի։ Ես կարծում եմ, որ Իրանը հանգիստ է եւ Իրանի գործընկերները ամենաբարձր մակարդակով հայտարարել են, որ իրենք հանգիստ են, մտահոգություններ չունեն, բայց ցավոք սրտի մեր ընդդիմադիր կոչվածները, պետության ընդդիմադիր կոչվածները անընդհատ այդ նարատիվ այդ խոսույթը առաջ են բերում, բա Իրանը, Իրանը բան չի ասում, բայց մերոնք ասում են, բա Իրանը, ես ինչ եք անում Իրանին, ավելի շատ մտածում են Իրանին, քան մեր տնտեսական շահերի եւ մեր անվտանգության մասին, որևէ խնդիր չեմ տեսնում, ես կարծում եմ, որ Իրանը նույնիսկ գոհ է, որ այդ ճանապարհը կա, որովհետև դա Իրանի համար էլ ապագայում լուրջ հնարավորություններ է ստեղծելու, այսինքն հետագայում նաև իրանական ապրանքները կարող են նաև այդ ճանապարհով արտահանվել կամ ներմուծվել եւ միշտ չէ որ մնալու է շրջափակման գործընթացները բոլոր երկրների համար սա հնարավորություն է, սա լուրջ բիզնես ծրագիր է, դե իհարկե այդ բիզնես ծրագիրը եւ բոլոր երկրների հնարավորությունը ամենաառաջինը դրական էֆեկտը ազդելու է Սյունիքի վրա, Սյունիքի ընկերությունների, սյունեցիների դրական իմաստով։ Տեսեք, արդեն Մեղրիում ես վերջերս հետաքրքրվում եմ սովորական այգիները, որ գուցե 100-200 հազարով մարդը պատրաստ էր ծախել դրամով, այսօր արդեն մարդիկ զգում են այդ հողի գինը, մի քանի անգամ թանկացել է հողը եւ իհարկե գնալով այդ հողի անշարժ գույքը Մեղրիում եւ տարածաշրջանում թանկանալու է, ինչը շատ լավ է։ Մի քանի ամիս առաջ մենք Սյունիքում էինք եւ այս թեմայով այնտեղ ռեպորտաժ էինք պատրաստում եւ ձեր ասած ընդդիմադիրները չկային մեզ հետ ուղեկցելու ժամանակ, սովորական մարդկանց հետ խոսելիս նրանք անվտանգային մտահոգություններ ամեն դեպքում ունեն։ Միգուցե քաղաքական գործիչներին լսելով, ինչ որ փորձագետներ լսելով, որ թուրքերը գալու են, լսվելու են, ազատ առանց ստուգվելու անցնելու են, բախումներ են առաջանալու, անվտանգային խնդիրներ են առաջանալու, նույն Մեղրի հատվածում, այնտեղ Նռնաձորում մարդկանց հետ խոսելու հնարավորություն է եղել, որ մենք էլ պետք է կարողանանք Նախիջևանով օգտվել, հակառակ դեպքում միակողմանի ճանապարհ տալու մենք դեմ ենք, դուք ինչ եք անում, որ մարդիկ մաքսիմալ շատ ինֆորմացիա ունենան եւ օբյեկտիվ ինֆորմացիա ունենան այս իրադրության մասին։
ապատեղեկացված քաղաքացին շատ վտանգավոր է, որովհետև եթե քաղաքացին ապատեղեկացվում է, ինքը նաև սխալ որոշումներ է կայացնում եւ այդ որոշումների արդյունքում նույնիսկ կարող է երկիրը սխալ ուղղությամբ գնա եւ դառնա ապագան շատ ողբերգական։ Եվ հենց սրա վրա էլ աշխատում են մեր հիբրիդային պատերազմ մղողները, ապատեղեկատվություն մաքսիմում։ Առավոտից լույսը բացվում է, վայ մեղրին, վայ թուրքերն եկան, վայ գրավեցին, վայ էսարին, այնօր մի կին ռուսական ակցենտով իբր մեղրիից, տենց տնական շորերով խոսում է, որ մեղրիից փախնում ենք, շրջապատված ենք թուրքերով եւ այլ, եւ Ռուսաստանաբնակ մեր հայերն էլ նայում են նման բաներ եւ ասում են, ինչա կատարվում Հայաստանում։ Ամբողջովին sense մի հատ կեղծ պատկեր է ստեղծվել եւ մարդկանց մատուցվում։ Ինչի իր ազդեցություն ունենում է եւ ազդեցության մի տեսակը նա է, որ ձեզ մարդիկ մտահոգություն են հայտնում։ Այո։ Տեսեք, 30 տարուց ավել է, 30 տարի է մոտ մենք ունենք Իրանի հետ շատ լավ հարաբերություններ եւ բավականին աշխույժ անցուդարձ արտահանում, ներմուծում եւ պետք է ասեմ, որ այդ Իրանից եկող հատկապես բեռնատար մեքենաների վարորդները, սեփականատերեր, գործարարների մի մասը, մեծ մասը 80% հենց այդտեղ բնակվող հենց ադրբեջանցիներ են։ Հազվագյուտ է լինում, երբ որ այդ մեքենայի վարորդը իսկական իրանցի է լինում, հա, հազվագյուտ։ Այսքան ժամանակ ինչ են արել այդ մարդիկ, հա, մեր տարածքները գրավել են, մեզի սպանել են, կոտորել են, ինչ են արել։ Իրավալսող ժողովուրդ են եւ որևէ խնդիրներ իրենց հետ կապված այսքան ժամանակ չի առաջացել։ Տեսեք, դուք Իրանի հպատակ Ադրբեջանցն եմ ասնեք խոսում, բայց այս մտահոգ անձինք մտահոգ են Ադրբեջանի հպատակ Ադրբեջանցն։ Նույնն է, ինչ տարբերություն։ Որ կգան կբնակվեն, Հայաստանի Հանրապետություն մուտք գործելով, հենց անցագետը անցան, դա կլինի ադրբեջանցի։ Մենակ ադրբեջանցիներ չեն գալու, այդտեղ գալու են չինացիներ, Հնդկաստանի քաղաքացիներ, գալու են Ղազախստանի քաղաքացիներ, մի շարք երկրի քաղաքացիներ, Թուրքմենստանի եւ այլն եւ այլն։ Հայաստանի Հանրապետության սահմանը անցար, դու արդեն ենթարկվում ես Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ կարգին։ Այսինքն սահմանից այն կողմ գործում է Հայաստանի Հանրապետության իրավազորությունը։ Եվ եթե ով կլինի ադրբեջանցի կլինի, ղազախ կլինի, հնդիկ կլինի, թե չինացի, թե ամերիկացի, խախտեցին օրենքը, հավասարաչափ նույն կերպ ենթարկվելու են պատասխանատվության։ Դա կլինի վարչական, կլինի քրեական եւ այլն։ Բայց նաեւ պետք է ստեղծել բոլոր այն պայմանները, որ իրավախախտումներ թույլ տալու կամ չգիտեմ արտակարգ վիճակներ թույլ տալու նպաստող պայմանները վերացվեն։ Օրինակ ճանապարհը պետք է լինի բավականին բարձր որակի, վթարայնության վիճակը պետք է խիստ հսկվի, մարդիկ վթարի չենթարկվեն, ավելորդ խնդիրներ չառաջանա։ Դա շատ կարևոր ճանապարհի բաց թողունակությունը պետք է մաքսիմում շատ լինի։ Իհարկե սա տեխնիկական հարցեր է։ Նեղ ճանապարհ է իրականում, սա լավ հարց է նաև հասկանալու ինչ նոր կոմունիկացիաներ պետք է անցկացվեն Հայաստանի հարավում եղած յուրաքանչյուր գիտի, որ Արաքսի երկայնքով ձգվող Մռնաձորից դեպի արևմուտք, դեպի Նախիջևան ձգվող այդ ճանապարհը բավական նեղ է, ասենք երկու երթևեկելի գիծ կա եւ ենթադրում եմ այդտեղ պետք է լայնացվի այդ ճանապարհը, չգիտեմ, երկաթուղին մի քիչ ավելի դեպի ժայռերի հատված գնան, այսինքն մեծ աշխատանքներ կան անելու եւ ասեմ ձեզ Մռնաձորի մեր Սիրելի հայրենակիցների մտահոգությունն այն էր, որ մենք էլ պետք է կարողանանք այդ ճանապարհից օգտվել, ճիշտ է դուք կառուցում եք մեզ համար այլընտրանքային ճանապարհ, բայց մենք էլ պետք է կարողանանք այս հարցը գեներացնելով, ես ուզում եմ նաև ավելացնել, արդյոք Իրանի հետ կապը չի կտրվում, արդյոք այդ ճանապարհը, որը կառուցվելու է, այսպես ինչ որ ռազմականացված գոտի չի, հայերի մուտք լինելու է այնտեղ, չի լինելու, ցանկապատ լինելու է, չի լինելու եւ այլն։ Նույնիսկ այս հարցը չարժել քննարկել, իհարկե Հայաստան Հանրապետության։ Եթե ես լսած չլինեի քաղաքացիներ։ Հա, ճիշտ է, շնորհակալ եմ, որ դուք գնացել քաղաքացիներին լսել եք եւ այս խնդիրը բարձրացնում եք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները օգտվելու են այդ ճանապարհից այնպես, ինչպես օգտվում են օրինակ Երևան-Գյումրի ճանապարհից, իհարկե, սրա մասին չի կարող քննարկումը լինի, բա ում համար ենք սա։ Իհարկե, Իրանի հետ սահման կամ ճանապարհ երբևէ փակվել կամ խոչընդոտել այս ճանապարհով ընդհանրապես չի լինելու, չի էլ կարա լինի։ Ճանապարհի պարամետրերը, այս մասով պետք է ասեմ, որ այո, դուք ճիշտ եք, այդ փոքր շատ ճանապարհը, երկու գոտի ունեցող ճանապարհը, ձեր նշած ճանապարհը, սա իհարկե
բանը ամբողջությամբ կառուցվելու է ժամանակակից ստանդարտներին համապատասխան իմ կարծիքով մայրուղու ստանդարտներին համապատասխան ճանապարհ, արագընթաց ճանապարհ, որը երբևէ Հայաստանում նման ճանապարհ չենք ունեցել, եւ այդ ճանապարհը, որ սարքենք, նաեւ մի դրական էֆեկտ ունի, որ այս ճանապարհի տեխնիկական պարամետրերը արդեն վարակիչ են լինելու Հայաստանի մեր մյուս ճանապարհների համար, արդեն ստանդարտ է դառնալու դա։ Պահանջ է նույնիսկ այո, ստանդարտը փոխվելու, մեր ճանապարհաշինարարության մեջ թրիփի ուղին որ սարքվի, ստանդարտները փոխվելու են, որովհետև այդ ստանդարտները լինելու են մոտ նման ամերիկյան միջազգային ստանդարտների, եւ մենք այդպիսի ճանապարհ Հայաստանում երբևէ ոչ տեսել ենք, ոչ էլ կտեսնենք, եթե այս պրոյեկտը չլիներ։ Շատ լավ ճանապարհ է լինելու, մեծ բարձրողնակությամբ եւ այլն եւ այլն։ Ինչը բացի այն տնտեսական էֆեկտներից, այն մեծ գումարներից, որը որ մենք ունենալու ենք Հայաստանի Հանրապետության բյուջեն, նաև մի շարք ճանապարհաշինարարության մեջ մշակութային ստանդարտներ փոխելու։ Շատ լավ, ուզում եմ նաև հյուսիս-հարավից խոսենք կարճ եւ ամփոփենք նախագիծ, որը դեռ պետք է, չգիտեմ, սկսվել է կառուցվել մի 15-17 տարի առաջ, բայց Սյունիքում աշխատանքները ես ինչպես նշեցի վերջերս են եւ բավականին ակտիվ աշխատանքներ են գնում, ժայռեր են ճեղքվում, չգիտեմ, սարեր, ձորեր եւ այլն, հա։ Պարոն Խաչատրյան, ինչ է նախատեսվում, այսինքն Սյունեցու կյանքը ինչպես է փոխվել, կամ այն մարդկանց, ովքեր ուզում են գնալ Մեղրի, բայց 7 ժամվա ճանապարհ կտրելը իսկական տառապանք է։ Անձամբ ես շատ սիրում եմ Մեղրին, բայց որ հիշում եմ 7 ժամ ճանապարհ պետք է գնամ, տեսեք չեմ ուզում, էլի։ Եվ մենք էլ փող չունենք ուղղաթիռով ձեզպես գնալ գալու։ Հյուսիս-հարավը երբ է պատրաստվելու հատկապես։ Մենք ուղղաթիռով չենք գնում Սյունիք, մեքենայով ենք գնում, ցավոք սրտի շատ մեծ ժամանակ ենք անցկացնում ճանապարհների վրա, համարյա ամեն շաբաթ գնալով Սյունիք, մեր կյանքի մի լուրջ մասը ճանապարհների վրա է անցնում։ Հյուսիս-հարավը սարքելու դեպքում, այո, դուք ճիշտ եք, Քաջարան եւ Մեղրի հասնելու համար մոտորապես ժամուկես ավելի շուտ կհասնենք Մեղրի, քան այսօրվա պայմաններում, առնվազն ժամուկես, ես կոնկրետ հաշվարկները չեմ արել, բայց առնվազն ժամուկես շուտ ենք հասնելու Մեղրի, իսկ Քաջարան ավելի շուտ, եւ նույնիսկ Կապան էլ կարելի է շատ ավելի շուտ հասնել, քան այս հիմիկվա ճանապարհով, Կապանի շարժն էլ բավականին կհեշտանա, պետք է ասեմ, որ վերջին տարիներին Սյունիքում աննախադեպ ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացվել, այնքան ճանապարհներ են սարքվել, ռազմական նշանակության, քաղաքացիական նշանակության, գյուղերը իրար կապող, ուղղակի ճանապարհների առումով մենք այսօր Սյունիքում շատ հարուստ ենք, բայց իհարկե դա պետք է շարունակվի եւ հյուսիս-հարավ կառուցվելու դեպքում այո, էական փոփոխություններ կլինեն մեր կյանքի հարմարավետության մեջ։ Ճիշտ է, որոշակի բաներ կան, որ այսօրվա ճանապարհը գալիս անցնում է, ասենք, Շինուհայրով կամ Լծենով, Սիսյանով, հյուսիս-հարավի դեպքում այդ ճանապարհներից արդեն դրանք կլինեն երկրորդական ճանապարհներ, չեն օգտվի, որոշակի բնակավայրեր գուցե եւ շարժը կպակասի, բայց արդյունքում տրանսպորտային ծախսերը, լոգիստիկայի ծախսերը խիստ կնվազեն, մեր ժամանակը կխնայվի եւ իհարկե դա մեծ ռազմավարական նշանակություն ունի։ Այսինքն կունենանք հյուսիս-հարավ, Թրամփի ուղին, Սյունիքի հատվածը հյուսիս-հարավ։ Սյունիքի հատվածը այս պահին չեմ կարող ասել, բայց որ ինտենսիվ աշխատում են մի քանի ընկերություններ եւ թունելային բարդ կառուցված է, շատ բարդ, մի բան, եթե լեռնային պայմաններում թունելները արդեն դա շատ բարդագույն պայմաններում են աշխատում մեր շինարարները, բայց հաջողությամբ իրականացնում են քիչ-քիչ գալիս են։ Դա տարիների հարց է, կոնկրետ չեմ կարող ասել երբ պետք է ավարտ ունենա, բայց աշխատանքը գնում է եւ լավ է, մեր ընկերություններն են շատ ներգրաված այդ աշխատանքների մեջ։ Մի խոսքով լավ է ամեն։ Շնորհակալ եմ պարոն Խաչատրյան զրույցի համար, Factor TV-ում հյուրընկալել ենք Արմեն Խաչատրյանին։